Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես շատ է խոսվել Նիկոլ Փաշինյանի գործողությունների շարժառիթների մասին, շատերը այն իրավամբ վերագրում են նրա, այսպես ասած, հոգեկան հիվանդության հասնող փառամոլությանը, որը զուգորդվում է նաեւ տգիտությամբ, շատերը նորից իրավամբ դա պայմանավորվում են թուրք-ադրբեջանական թելադրանքով, շատերը կրկին իրավամբ այն համարում են կապիտուլյացիայի հետևանք։ Իհարկե այդ ամենը ճիշտ է, սակայն Նիկոլ Փաշինյանի ամբողջական նկարագիրը հասկանալու համար եւ նաեւ հասկանալու թե իրականում մենք ինչ աղետի մեջ ենք գտնվում, պետք է հաշվի առնենք նաեւ հոգեբանական գործողությունները, որը իրականում շատ կարեւոր դեր են խաղում։ Երբ Ֆրանկլին Ռուզվելտն առաջին անգամ ընտրվեց ԱՄՆ նախագահ, ապա նրա ընտրվելուց անմիջապես հետո տարբեր օղակներից սկսեցին մարդիկ հեռացվել աշխատանքից, որոնք առաջին հայացքից որևէ կապ չունեին ու չէին կարող ունենալ ԱՄՆ նախագահի հետ։ Ու ընդ որում այդ քանակը այնքան մեծ էր, որ միանգամից աչքի էր զարնում, սակայն շատերը չէին կարողանում հասկանալ, թե որն է պատճառը։ Եվ հետագայում Ռուզվելտի կենսագրությունը մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Ռուզվելտը վրեժ է լուծել բոլոր այն մարդկանցից, որոնց հետ կյանքի այս կամ այն փուլում ունեցել է որոշակի խնդիրներ։ Նույնն էլ այսօր Նիկոլ Փաշինյանի պարագայում է։ Նույնիսկ առանց մանրամասն ուսումնասիրելու նրա կենսագրությունը, նրա ողջ գործունեությունը նախքան վարչապետ դառնալը զուգորդվել է ապտակներ ուտելով եւ ծեծ ուտելով։ Նա ծեծ է կերել նույնիսկ իր իսկ սեփական խմբագրությունում, նա ծեծ է կերել փողոցում, նա ապտակ է ստացել ազգային ժողովում եւ բնականաբար այդ ամենը չէր կարող չանդրադառնալ նրա հոգեբանության վրա, նրանից չէր կարող չստեղծել չարացած եւ մերժված մարդու, այսինքն նա մերժված մարդ է իր հոգեբանությամբ եւ երբ նման խառնվածքով մարդը, այսինքն երբ կյանքից մերժված մարդը գալիս է իշխանության, ապա դա ոչ միայն հանրային աղետ է առաջացնում, որովհետև նա ձգտում է վրեժ լուծել բոլորից, հագուրդ տալ իր այդ նեղացվածությանը, հագուրդ տալ իր այդ վրեժի զգացումին, այլ նաև նրան խոցելի է դարձնում արտաքին քաղաքական ասպարեզում, որովհետև դրանից անպայմանորեն ցանկանում են օգտվել շահագրգիռ արտաքին ուժերը։ Իդեպ նույնն էլ նաև Նիկոլ Փաշինյանի սակավաթիվ ընտրողներին է վերաբերում, խոսքը իհարկե բնականաբար այն մարդկանց մասին չէ, ովքեր Նիկոլ Փաշինյանին պաշտպանում են դրդված շահից։ Եվ ահա այսօր արդեն իսկ սակավաթիվ դառած այդ շերտը Նիկոլ Փաշինյանին սատարում է միայն նրա համար, որպեսզի մխիթարանք գտնի իր չստացված կյանքի համար։ Եվ Նիկոլ Փաշինյանը իհարկե հասարակության այդ խմբին հրամցնում է մեղավորներին։ Այդ շերտի համար Լևոն Տեր-Պետրոսյանն է մեղավոր, որ իրենք ունեն ցածր ինտելեկտ ու նեղ մտահորիզոն։ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, որ իրենք գտնվում են սոցիալական ցածր շերտում։ Սերժ Սարգսյանն է շատերի պարագայում մեղավոր, որ իրենց կյանքը անձնական չի ստացվել, նրանք չեն ամուսնացել կամ երեխաներ չեն կարողացել ունենալ։ Հասարակության այդ շերտը չի կարող ապրել առանց մխիթարանքի եւ չի կարող չգտնել թիրախներ, որոնց վրա կբարդի իրենց անհաջող կյանքի ամբողջ մեղքը։ Հակառակ դեպքում մարդուն դա կարող է հանգեցնել խելագարության եւ իհարկե Նիկոլ Փաշինյանը ճակերտավոր ասած այդ մարդկանց փրկում է խելագարությունից, որովհետեւ իրականում այդ մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվել։ Արտուր Մեշյանի երգի խոսքերով ասած նույնն էր երեկ, նույնն էր այսօր։ Ինչ վերաբերում է հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներին,
ապա բացի կրկին թուրք-ադրբեջանական թելադրանքից, կրկին քաղաքական հարցեր լուծելուց, որով նա ցանկանում է իր ճանապարհից հեռացնել բոլոր ընդդիմախոսներին եւ իր համար հարթ ճանապարհ ապահովել 2026 թվականի ընտրությունների համար, Նիկոլ Փաշինյանը հարձակվում է եկեղեցու վրա նաև այն պարզ պատճառով, որ նա քրիստոնյա չէ։ Այո, Նիկոլ Փաշինյանը քրիստոնյա չէ։ Իհարկե, մշակութային առումով նա համարվում է քրիստոնյա, բայց իրականում նա ոչ ոք է, նա չունի դավանանք, չունի արժեքային համակարգ, որովհետև իրական ոչ մի քրիստոնյա ծաղրի չէր ենթարկի Հիսուս Քրիստոսին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ծաղրի ենթարկել Քրիստոսին։ Բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը տառապում է իր անձը ուրիշներին նույնացնելու մոլուցքով։ Հիշում եք, երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ես նորն եմ ստեղծում, դա ուղիղ իր անձի նույնացում էր Հիսուս Քրիստոսի հետ։ Քրիստոսը Գողգոթայի ճանապարհին դիմելով Մարիամ Աստվածածնին ասաց. ես նորն եմ արարում։ Եվ այսպես անձի նույնացումը Հիսուս Քրիստոսի հետ դա ոչ միայն ապացուցում է, որ այդ մարդը քրիստոնյա չէ, դա ոչ միայն ծաղր է Քրիստոսի հանդեպ, այլ նաև սրբապղծություն։ Մի այլ օրինակ նույնպես բերենք, երբ Փաշինյանը ցինիկաբար հայտարարում էր, որ ես բազմիցս եմ մահացել ու հարություն առել, ապա դա նույնպես սրբապղծություն էր, նույնպես ծաղր էր Քրիստոսի նկատմամբ եւ հարության մերժում։ Իհարկե, երբ մենք ասում ենք, որ չի կարելի հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա, ապա դա հավատացեք, Փաշինյանի վրա ոչ մի ազդեցություն չի թողում, ոչ մի վախ նա առաստված չունի, որովհետև էլի եմ ուզում շեշտել, նա ոչ միայն քրիստոնյա չէ, նա նույնիսկ մուսուլման էլ չէ, նա հեթանոս էլ չէ։ Գիտեք, ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը տառացիորեն է ընկալել Ֆրիդրիխ Նիցշեի այն արտահայտությունը, որում նա ասում էր. միթե մարդիկ չգիտեն, որ Աստված մեռել է։ Բնականաբար Փաշինյանը պետք է տառացիորեն ընկալեր, որովհետև բոլոր թերուս ու տգետ մարդիկ ամեն ինչ ընկալում են տառացիորեն։ Եվ այսպես հարգելի հետևորդներ, մենք ականատես ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն մերժված է իր կյանքով, ոչ միայն անհավատ է ու Աստված ուրած, այլև զուրկ է ցանկացած այն արժե համակարգից, որը յուրաքանչյուր մարդու համար ստեղծում է կարմիր գիծ։ Բոլորս գիտենք, որ ցանկացած մարդ ունի կարմիր գիծ, որից այն կողմ նա չի անցնում, որքան էլ նա առաջնորդվի մակիավելյան սկզբունքով, որ նպատակը արդարացնում է միջոցները, բայց այնուամենայնիվ մարդը հասնում է մի եզրագծի, որից այն կողմ իր ներքին բարոյականությունը, իր խիղճը, չգիտեմ, իր պատկերացումները, իր աշխարհայացքը, ի վերջո գիտակցումը, որ ինքը ոչ թե չորքոտանի է, այլ մարդ, չի թողում այլևս այդ գծից այն կողմ անցնել։ Նույնիսկ օրինակը համեմատությունը չորքոտանիների հետ գուցեև սխալ էր, որովհետև կենդանիները նույնպես թերևս ունեն կարմիր գծեր, որից այն կողմ չեն անցնում։ Սակայն Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի կարմիր գիծ, ոչ մի սրբություն, ոչ մի արժե համակարգ, ոչինչ, այդ մարդու մոտ ոչինչ չկա։ Նա հանուն իր նպատակներին հասնելու պատրաստ է տրորել բոլորին, պատրաստ է ոչնչացնել ցանկացած արժե, պատրաստ է անցնել ամեն ինչի վրայով, միայն թե իր նպատակը տեսնի կատարված։ Եկեք չմոռանանք, եւս մի անգամ շեշտենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության այն միակ ղեկավարն է, միակ ղեկավարը, որը պաշտոնապես իր քիթը մտցնում է այլոց անձնական կյանք, որը պաշտոնապես իր քիթը մտցնում է մարդկանց անկողիններ։ Նման երևույթ առ այս պահը նորանկախ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չէր հանդիպել, երբ պետության ղեկավարը այդ ամենը հասցնում է պաշտոնական մակարդակի եւ իր այս քաղաքական խմբակ կոչեցյալին
սկսի է տալիս հարձակվել ու փորփրել մարդկանց անկողիններն ու մարդկանց անձնական կյանքը, ոչնչացնել ընտանիքները, տրորել առհասարակ ամեն ինչ։ Հարգելի հետևորդներ, ասածներս բացարձակ չափազանցություն չեն, հավատացեք, եւ նաեւ ապաքաղաքական չեն, որովհետեւ այդ բոլորով հանդերձ Նիկոլ Փաշինյանը հստակ լուծում է քաղաքական խնդիրներ, նրա բոլոր խոսքերը, նրա սաղմոսից մեջբերումները, ֆեյսբուքյան ամենօրյա գրառումները, դրանք բոլորը լուծում են քաղաքական նպատակներ, բացառապես նա ընթանում է քաղաքական ճանապարհով, այնպես որ այն մեղադրանքները, որոնք ես հնչեցնում եմ Փաշինյանի հասցեին, նույնպես քաղաքական են։ 100-րդ անգամ ուզում եմ շեշտել, որ մենք այս արհավիրքից դուրս գալու ունենք միայն մեկ ճանապարհ՝ համախմբվել ու հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հակառակ պարագայում նա կոչնչացնի մեզ բոլորիս։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։